Միշտ չէ, որ սիրային հարաբերություններն ունենում են ցանկալի ավարտ։ Բաժանումներին հաճախ հաջորդում են նոր հարաբերություններ, նոր խաղի կանոններով։ Ինչպես հասկանալ, որ պատրաստ ես նոր հարաբերությունների ու միաժամանակ անցյալի վատ փորձն ու տրավմաները չտեղափոխել նոր հարաբերություններ։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ։ Բարի երեկո։ Ողջույն։ Շատ հետաքրքիր թեմայի մասին ենք այսօր զրուցելու եւ սովորաբար եկեք հասկանանք, թե ինչպես են տեղի ունենում բաժանումները մեր հասարակությունում։ Իրականում բաժանումների բնույթը էականորեն կապված է, թե ինչ հոգեբանական անձի տեսակ ունի տվյալ մարդը, ինչ փորձ, սոցիալական միջավայր, դիրքորոշումներ ունի եւ ամենակարևորը, ինչպիսին են եղել տվյալ հարաբերությունների բնույթը։ Երբ որ խոսում ենք բաժանումների մասին, էական է տարբերակել, որ երբ որ մենք ունենք ընտանեկան մոդել, ընտանեկան հարաբերություններ, բաժանումները լիովին այլ բնույթ են կրում։ Երբ որ ունենք սիրային այլ բնույթի հարաբերություններ, երբ որ զույգը իրար ընտրել եւ որոշակի հարաբերություն է կառուցել, այս դեպքում բաժանումների գործընթացը այլ որպես այդպեսին բնութագրում կարող է ունենալ։ Մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ լավագույն դեպքում զույգերը երկուստեք համաձայնությամբ են գալիս այն որոշման, որ այլևս համատեղ երջանիկ չեն։ Սա լինում է հազվադեպ։ Ամեն դեպքում տարածված չէ այդքան էլ, որ երկուսով որոշման են գալիս, որ կարծես թե սպառել են հարաբերությունները եւ այլևս մենք չենք կարողանում երջանկացնել միմյանց եւ հարաբերություններից բավարարված չենք։ Եվ շատ տարածված տարբերակ է, որ մենք շատ հանդիպում ենք հայ հասարակության մեջ, որ զույգերից մեկը ցանկանում է շարունակել հարաբերությունը, բայց մյուս կողմը պատրաստ չէ շարունակելու այդ հարաբերությունները։ Ունենում ենք կախյալ հարաբերություններ, երբ որ մի կողմը անընդհատ մերժում է, փորձում է վեճ դնել, սակայն զուգընկերը չի ցանկանում տվյալ հարաբերությունից դուրս գալ։ Անկախ նրանից, թե ինչ տարբերակ է եւ ինչպես է ընթանում բաժանումը, կարեւոր է հիշենք, որ եթե զույգերի պահանջմունքները չի բավարարվում տվյալ հարաբերության մեջ, ապա բաժանումը եւս ելք է եւ միգուցե բաժանումը ինչ որ բանի ավարտ է, բայց սա նաեւ հնարավորություն է նոր էմոցիաներ, նոր հարաբերություններ սկսելու եւ ապրելու։ Նոր բանի սկիզբ կարող է լինել։ Ինչ հետևանքներ կարող են ի հայտ գալ բաժանումներից։ Բաժանումների հետևանքով որոշ մարդիկ ունենում են մեկուսացման, լքվածության զգացողություն եւ ոչ բոլորն են, որ կարողանում են հեշտորեն հաղթահարել, որի արդյունքում ունենում ենք հոգեբանական տարատեսակ խնդիրներ ու դժվարություններ։ Սկսած դեպրեսիա, երբ որ մարդը իրեն այլևս կարևոր չի զգում, կյանքը այլևս իրեն չի հետաքրքրում եւ կարծես թե իմաստազուրկ է մենակ ապրելը, ունենում ենք տագնապային դրսևորումներ, երբ որ անձը զգում է լարվածություն եւ հարաբերությունների ավարտից հետո կարծես թե հույս չի ունենում հետագայում կրկին նոր հարաբերության մեջ մտնելու եւ սիրված գնահատված լինելու։ Ստրես, հետտրավմատիկ ստրես, տարբեր հոգեբանական դժվարություններ եւ խնդիրներ են դրսևորվում, սակայն կախված անձի ներսի ռեսուրսներից միևնույն խնդիրը, միևնույն զգացողությունը տարբեր մարդիկ կարող են տարբեր ձև ապրել եւ հաղթահարել։ Ովքեր են այս պարագայում ավելի խոցելի, տղամարդիկ թե կանայք։ Իրականում չունենք սեռային հստակ տարանջատում, թե բաժանումները որ սեռն է հատկապես ծանր տանում, սակայն այստեղ կարևոր եւ էական դեր է խաղում, թե ինչքանով է ինքնուրույն, ինքնաբավ այն անձը, ով որ տվյալ պահին փորձում է վերջ դնել հարաբերությունները կամ հակառակը, միգուցե իրեն լքում են եւ բաժանում է տեղի ունենում։ Ֆինանսական տեսանկյունից եթե դիտարկենք, կինը հիմնականում լինում է ավելի խոցելի, նամանավանդ եթե ընտանեկան մոդել ունենք եւ հարաբերությունների այս փուլում տղամարդը որոշակի ֆինանսական կարիքներ է հոգում, ապա կանայք լինում են ավելի խոցելի ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ ինքնուրույն կյանքը ենթադրում է, որ պետք է կարողանան թե իրենց, թե եթե համատեղ երեխաներ ունեն, իրենց կարիքները բավարարել։ Հոգեբանական տեսանկյունից եւ կանայք եւ տղամարդիկ կարող են լիովին նույն ձև արձագանքել եւ խոցելի լինել նամանավանդ եթե հուզական կապվածություն կա եւ որոշակի պահանջմունքներ են բավարարվել տվյալ հարաբերության մեջ եւ անձը չի պատկերացնում թե կյանքում այլ որտեղ եւ այլ մարդկանց հետ կարող է իրեն զգալ պաշտպանված, սիրված, ընդունված, բայց երբ որ մենք խոսում ենք բաժանման մասին, ապա սա ենթադրում է, որ հարաբերություններում եղել է օբյեկտիվ խնդիր, որը հնարավոր չէ եղել երկուստեք լուծելու, այդ իսկ պատճառով մարդիկ բաժանվում են
կարող է սպոնտան որոշում լինել, երբ որ ինչ-որ մի հատ տրավմատիկ իրավիճակ է եղել եւ զույգերից մեկը այլևս չի կարողանում տվյալ հարաբերության մեջ շարունակել եւ կարող է երկարատև քայքայիչ տոքսիկ հարաբերությունների արդյունք լինել, որ այլևս չեն կարողանում մարդիկ լեզու գտնել եւ բաժանվում են։ Կարող են եզրակացություն անել, որ անկախ սեռից երկու կողմն էլ կարող են խոցելի լինել, այստեղ էական դեր է խաղում անձնական, անհատական առանձնահատկությունները, ռեսուրսները եւ ինչքանով է անձը կարողանում նաեւ այդ մենակ լինելու զգացողության հետ ապրել, հաղթահարել եւ բացել նոր հարաբերությունների եւ շփումների համար։ Այնուամենայնիվ կարծում եմ յուրաքանչյուր բաժանում շատ ծանր է տրվում բոլորին։ Միանշանակ։ Բայց երբ է մարդ պատրաստ լինում նոր հարաբերությունների։ Նոր հարաբերությունների մասին խոսում ենք այն դեպքում, երբ որ անձը ոչ միայն ցանկանում է ունենալ նոր դրական զգացողություններ, այլև պատրաստ է սիրել, փորձել, սխալվել, վստահել, որովհետև նախկին փորձը երբեմն խանգարում է եւ մարդիկ վախենում են եւս մեկ անգամ նվիրվել, սերը զգալ, ջերմությունը զգալ, հավատալ, որովհետև ռիսկ կա, որ միգուցե իրենց ակնկալիքները կարող են չարդարանալ եւ արդյունքում կրկին կունենան տրավմատիկ փորձ, կրկին կբաժանվեն եւ դա ցավոտ կլինի։ Խոսում ենք պատրաստ լինելու մասին, երբ որ անձը ոչ միայն ցանկանում է, մտքեր, զգացողություններ ունի, որ մարդիկ իրեն հետաքրքիր են, դեմ չեր լինի նոր հարաբերությունների եւ ծանոթության, այլև փորձում է որոշակի նոր հարաբերություններ ստեղծել։ Մենք հաճախ հայ հասարակության մեջ նկատում ենք դեպքեր, երբ որ նախկին հարաբերությունները մոռանալու համար սկսում են նոր հարաբերություններ եւ կարծես մեկ հարաբերությունը չավարտած նախկին վերքերը ամոքելու համար նոր անձի միջոցով են փորձում հաղթահարել։ Նմանատիպ իրավիճակներ եւս ունենում ենք, երբ որ անձը ոչ թե իրոք հոգեպես պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել, այլ ուղղակի ի վիճակի չէ մենակ մնալ։ Այս մենակությունը լցնելու համար անընդհատ իր մոտ ինչ-որ մեկը պետք է լինի, որովհետև պետք է ինչ-որ մեկի կողմից ընդունված լինի, սիրված լինի, նույնիսկ եթե դա այն հարաբերությունը չէ, որը իրականում ինքը կցանկանար ունենալ։ Հետաքրքիր է, իսկ մենակ մնալուն մարդը կարող է սովորել տարիների ընթացքում։ Եկեք ընդունենք այն փաստը, որ ոչ բոլոր մարդիկ են, որ ունենում են զուգընկեր, եւ կան մարդիկ, ովքեր այն մարդիկ, ովքեր որ սովոր չեն մենակ մնալուն, սա հնարավոր է ձեռք բերել այդ։ Իրականում շատ առողջ եւ նորմալ է, որ ես հանգիստ եմ զգում ինքս իմ անձի հետ։ Այսինքն ես իմ հետ չեմ զգում ինձ մենակ։ Ես ներսից կարող եմ ինձ տալ աջակցություն, սեր, ուշադրություն եւ ես կարիք չունեմ, որ պարտադիր իմ մոտ ինչ-որ մեկը պետքա լինի, որ ես ինձ զգամ սիրված, ապահով ընդունված։ Շատ նորմալ եւ առողջ ցանկություն է ունենալ զուգընկեր, որովհետեւ մի շարք պահանջմունքներ են այստեղ բավարարվում, սակայն առողջ հարաբերությունների ամենակարևոր երաշխիքը, թե ինչքանով եմ ես ինքս ինձ հետ հաշտ, ես փախնում եմ ինձնից, թե ես կարող եմ ինքս ինձ ընկերակցել եւ վայելել նույնիսկ մենակությունը։ Իսկ ժամանակը ինչ դեր ունի այս ամենի մեջ։ Ժամանակը բուժում է։ Ունենք ժողովրդական արտահայտություն, որ ժամանակը բուժում է եւ կարող է ժամանակի ընթացքում բաժանման հետևանքով ունեցած վիշտը, տխրությունը, բացասական էմոցիաները կարոտը թուլանալ եւ կունենանք հակառակ պատկերը, որ եթե հարաբերությունները եղել են տրավմատիկ եւ ինչ որ խնդիր է եղել, որի արդյունքում մարդու հոգեկանը ռեալ վնասվել է, բռնությունից սկսած վերջացրած դավաճանություն կամ այլ խնդիրներ, ապա ժամանակի ընթացքում նույնիսկ եթե զույգերը բաժանվել են, մենք կունենանք պատկեր, որ ոչ թե զույգը մոռանում է իր զուգընկերոջը, այլ հակառակ պատկերն է։ Գնալով ավելի շատ եւ խորն է զգում այն վիրավորանքը, նեղացկոտությունը, որը ունեցել են հարաբերությունների մեջ։ Եթե ունենք իրավիճակ, որ ժամանակի ընթացքում էմոցիաները չեն թուլանում, կարոտ, ափսոսանք, վիրավորանք, նեղացկոտություն գնալով ավելի են խորանում եւ սրա արդյունքում մարդը ոչ միայն իրեն վատ է զգում, այլև չի կարողանում իր շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ կառուցել, ապա այս կետում մենք միանշանակ առաջարկում ենք դիմել հոգեկան առողջության մասնագետի, որովհետև երբեմն լինում են չգիտակցված խնդիրներ, որոնք լուծում ունեն եւ լուծումից հետո հնարավոր է ավելի հաշտ ապրել, ընդունել իրավիճակը, որ ցավոք միշտ չէ, որ առաջին փորձից կարող ենք գտնել այն անձին, ում հետ մենք ամբողջ կյանքը կարող ենք ապրել, շատ նորմալ եւ adekvat է, որ մենք կունենանք
տարբեր հարաբերությունների փորձեր, միջև կհանդիպենք այն մարդուն, ում հետ մեզ հարմար է, ում հետ մենք ապահով ենք, ում մենք սիրում ենք եւ ուզում ենք իր հետ լուծել խնդիրներ, առաջ ապրել, սիրել եւ լինել ոչ միայն ուրախ օրերին իր կողքին, այլ նաեւ տխուր օրերին։ Միշտ չէ, որ ժամանակը աշխատում է։ Այո, Լուսինե ջան։ Ինչպես նոր հարաբերություններ չբերել անցյալի սխալները, տրավմաները։ Շատ կարևոր է հասկանալ, թե մենք ինչպես ենք մտնում նոր հարաբերությունների մեջ, որովհետև երբեմն այն պահանջմունքները, որ կիսատ են բավարարվել, չեն բավարարվել նախորդ հարաբերությունների մեջ, մենք կարծես թե մեր զգունկերոջ վզին ենք փաթաթում մեր ակնկալիքները եւ այն ինչ չենք ստացել նախորդ հարաբերությունում, կարծում ենք այստեղ ավելի մաքսիմալ ենք փորձում ստանալ եւ ունենում ենք հակառակ պատկեր, որ ունեցել ենք սխալներ, հիասթափություններ, այստեղ կարծես թե որևէ ձևով չենք ուզում ինչ-որ ակնկալիք ունենալ, միայն թե այս մարդու հետ ամեն ինչ ստացվի եւ շատ կարեւոր է նաեւ թե նախկին հարաբերությունները, որոնք չեն ստացվել եւ բաժանում է եղել, դա ում նախաձեռնությունն է եղել։ Երկուստեք դուք եք եղել նախաձեռնողը, թե ձեզ են լքել։ Դրանից ելնելով նոր հարաբերություններում ընդունել, որ այն անձու հետ այս պահին ես շփվում եմ, ինքը իրավունք ունի լինել տարբեր եւ այն հարաբերությունը, որ ես ունեմ, չի լինելու նախորդի պես, կարա եւ լինի իմիջայլոց, միանշանակ չէ։ Երբ որ ես գիտակցում եմ ինչ եմ այնտեղ ունեցել ու ինչ եմ այստեղ ուզում ունենալ ու ինչ ունեմ այս պարագայում, ավելի հեշտ է լինում նոր հարաբերությունները ավելի մաքուր հողի վրա ստեղծել եւ պահպանել։ Բայց երբեմն լինում է հիշողության արտնացումներ, որ այն նախկին հարաբերությունների մեջ էսպես էր, իսկ այստեղ էսպես չէր։ Այո, համեմատելը ամենաշատն է լինում։ Այո, ամենաշատն է լինում ընդունել, որ ավարտված է, որովհետեւ երբ որ մենք դեռ ակնկալիք ունենք նախորդ հարաբերությունները, որ կարող են վերսկսել, միգուցե ինչ-որ պահանջմունքներ չբավարարված եւ կիսատ են մնացել, նոր հարաբերություններում կարծես թե այդքան էլ անկեղծ չենք լինում։ Ընդունել, որ այս պահին ամեն դեպքում ավարտված են եւ նոր հարաբերությունը շատ լավ նոր հնարավորություն եւ շանս է թե դրական այլ էմոցիաները զգալու, նոր փորձ ունենալու եւ ամենակարևորը քեզ տալու սեր, ուշադրություն եւ դիմացինիդ տալու։ Մոտեցանք ամենակարևոր հարցին։ Ինչպես դնել վերջակետ եւ սկսել նոր էջից։ Ընդունել, որ շատ նորմալ է, որ հարաբերությունները կարող են ավարտել, ես հասկանում եմ, որ սա շատ ցավոտ է, շատ նորմալ է, որ մենք կլացենք, կհուզվենք, կհիասթափվենք, սա մարդկային նորմալ էմոցիաներ է, երբ որ մենք ունենում ենք հրաժեշտ տալիս, նամանավանդ եթե տվյալ մարդու հետ մենք ունեցել ենք էմոցիոնալ կապ, ընդունել, որ կարող էր ունենալ ավարտ, չփորձել համեմատել նոր եկող անձանց նախկինի կամ նախկինների հետ, որովհետև այս համեմատության մեջ մենք մեզ կզգանք երջանիկ, եթե նոր անձում հետ շփվում ենք ունի ակնհայտ առավելություններ, բայց եթե ինչ-որ բաներ կա, որոնք մենք կարոտում ենք նախկին հարաբերություններում, տվյալ անձի հետ մեր հարաբերությունները կսկսի վատանալ, կարող եք այն անձում հետ շփվում եք իր դրական որակները, հատկանիշները ցենց մի հատ թղթի վրա նշել, թե ինչ ինքը հատկանիշներ ունի, որի համար ես շնորհակալ եմ եւ նախկին հարաբերություններին հրաժեշտ տալու նաեւ տարբերակ է, որ այն ինչ եղել է, դա իմ պատմության մի մասն է եւ ամեն դեպքում ես շնորհակալ եմ։ Լավ թե վատ, միանշանակ չէ, որ միայն վատ էմոցիաներ են մարդիկ ունենում, չենք խոսում այն դեպքերի մասին, որտեղ որ ակնհայտ բռնություն, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական եւ մարդը իրեն ստորացված է զգում, մյուս հարաբերության տեսակներում, որտեղ կա էմոցիաների հերթապող, մի օր ուրախ, մի օր տխուր, վեճեր, երջանիկ պահեր, դա քո պատմության մի մասն է, փորձում ես շնորհակալ լինել նրա համար, ինչ եղել է, որովհետև դա փորձ է եւ դրա վրա հիմնվելով դու հնարավորություն ունես հասկանաս, թե ես ինչ եմ կարևորում եւ ամենակարևորը հստակ իմանալ, թե ինչ հարցերի շուրջ ես կարող եմ զիջումների գնալ, իսկ մենք սրանց մասին իրազեկվում ենք փորձի միջոցով, քանի դեռ ես չեմ ունեցել հարաբերություն, այն դիրքորոշումները, պատկերացումները, իմ աշխարհայացքը ինքը միգուցե կարա լինի շատ իդեալականացված ու իրական կյանքում հասկանած չի գործում։ Դիտարկենք որպես փորձ, հասկանենք, որ մեկ կյանք է մեզ տրված եւ մենք ունենք երջանիկ ապրելու հնարավորություն, շատ չկենտրոնանանք հասարակական կարծիքների վրա, որովհետեւ երբեմն հասարակությունը կապ չունի ընտանիքի անդամներ, բարեկամներ կարող են շատ սուր լինել այս հարցերում եւ քննադատաբար վերաբերվել, երբ որ դու փորձում ես այլ մարդու հետ հարաբերություն կառուցել եւ ամենակարևորը ընդունել, որ այո, ես արժանի եմ երջանկության եւ սիրո եւ ավելի լավ է հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլում ես ի վիճակի
լինեմ վերջ դնել այս հարաբերություններին, քան ավելի խորանա, ավելի լրջանա, այդ կետում էլի միանշանակ հնարավոր է, բայց բաժանումը հետոյի էմոցիաները ավելի դժվար տանելի են լինում։ Մեկ կյանք ենք ապրում, ուստի արժանի ենք հնարավորինս երջանիկ ինքնաբավ ապրելու, եւ դա նորմալ է։ Այո, ոչ թե միայն ցանկություն երջանիկ լինելու, այլ նաև իրավունք։ Այո, շատ ճիշտ է։ Շնորհակալություն։ Ձեզ եւս։